Ձմեռային հեքիաթ հուլիսին, ինչու է Սիդնեյը երկրորդ անգամ նշում Սուրբ Ծնունդը։ Ըստ ամենատարածված պատմության, ամեն ինչ սկսվել է 1980-ական թվականներին, երբ մի խումբ իռլանդացի զբոսաշրջիկներ հուլիսին այցելել են Ավստրալիայի Կապույտ Լեռներ։ Տեղի ձմեռային եղանակը նրանց հիշեցրել է իրենց հայրենիքի Սուրբ Ծնունդը, եւ նրանք հյուրանոցի տիրոջից խնդրել են կազմակերպել փոքրիկ Սուրբ Ծննդյան երեկո։ Գաղափարն այնքան է դուր եկել, որ տարիների ընթացքում այն դարձել է սիրված ավանդույթ ամբողջ Ավստրալիայում։ Այս օրերին Սիդնեյի փողոցներում կարելի է տեսնել տոնածառներ, ամանորյա լույսեր, եվրոպական ոճի տնակներ եւ ձմեռային տոնական մթնոլորտ։ Շատերին կարող է թվալ, թե այստեղ նոր տարին հուլիսին են նշում, բայց իրականում դա այդպես չէ։ Christmas in July-ը պարզապես տոնական ավանդույթ է, որը ժամանակի ընթացքում տարածվել է Ավստրալիայում իռլանդացի զբոսաշրջիկների կողմից։ Հուլիսին Ավստրալիայում ձմեռ է, եւ հենց այդ պատճառով մարդիկ կազմակերպում են Christmas in July փառատոնը, պարզապես վայելելու այն մթնոլորտը, որը հյուսիսային կիսագնդում լինում է դեկտեմբերին։ Այսպիսով սա իրական ամանոր կամ Սուրբ Ծնունդ չէ, սա գեղեցիկ, ուրախ եւ խորհրդանշական փողոցային փառատոն է, որտեղ մարդիկ հավաքվում են վայելելու ձմեռային տոնական տրամադրությունը։ Իսկ Ավստրալիայի պաշտոնական Սուրբ Ծնունդն ու Նոր տարին նշվում է դեկտեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 31-ին, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Պարզապես այստեղ այդ օրերին ամառ է, արևոտ եւ տաք եղանակ։